Շուտով Երևանի բոլոր կինոթատրոններում կարող եք դիտել «Թանկարժեք տղաները» ֆիլմը։ Ես որպես Հայաստանի ամենաթույն լրագրող այժմ գտնվում եմ ֆիլմի նկարահանման հրապարակում, որպեսզի պարզենք, թե ինչպես են անցել նկարահանումները եւ ով է այստեղ ամենաթանկալած դերասանը։ Գնացինք։ Սիրված մարդ եք, Հայաստանում այդպես շատ քիչ է լինում, օրինակ իմ պարագայում հակառակն է, ես լավ մարդ եմ, բայց ինձ չեն սիրում։ Հետաքրքիր է, դուք իրոք լավ մարդ եք, թե դա ուղղակի բեմական կերպար է, ինչ համար ապրում եմ, փորձում եմ ոչ մեկին վնաս չտալ, վատություն չանել, ապրում եմ այնպես, ինչպես որ գտնում եմ պետք է ապրել, զբաղվում եմ աշխատանքովս, սիրում եմ աշխատանքս, այդպես։ Բայց դուք տաղանդավոր մարդ եք, հանգիստ կարող եք բարի խաղալ, բայց հոգու խորքում հեչել այդպեսին չլինեիք։ Չէ, բարի խաղալը այդքան էլ հետաքրքիր չէ, պետք է ինչ-որ կերպարի մեջ չարության, այդ ինտրիգաների այդ կապերը լինեն։ Լուրեր են պտտվում, որ դուք հղի եք։ Հա? Հա, ումից։ Այսինքն կա շանս։ Բոլորն էլ այդ շանսը ունեն հղիանալու եւ բազմանալու։ Բացի տղամարդկանցից եւ տրանսգենդեր կանանցից։ Նո, տղամարդիկ իրենց ուրույն դերը ունեն այդ ընթացքում, իրանք էլ իրենց ձևով են հղիանում։ Հրաշալի դերասանական թանկարժեք կազմ, ես նաեւ նկատեցի, թե ինչ թանկարժեք տեխնիկայով է նկարահանվում ֆիլմը։ Այ չեք ուզի դուք էլ գլխավոր դերում հանդես գայք, որովհետեւ երբ այս ռեպորտաժի գինն էին քննարկում, այնքան բնական էիք գին գցում, ես ասացի Իսկ ոնց դերասան լինի, հա։ Չէ, ուզի, որտեվ արդեն հերիք է։ Այս մեր կյանքը առանց էլ հետաքրքիր է։ Ձեր ամբողջ պոտենցիալը օգտագործեցիք իմ վրա, որ գին գցեք, ես էլ Դա էլ է դերասանությունը։ Արշո ջան, դուք ֆիլմի ռեժիսորն եք ու գժված չեք, ինչը արդեն ողջունելի է։ Ֆիլմը լավն է։ Արշո ջան, կարծում եմ շատ հետաքրքիր ընտանեկան, հաճելի, սիրուն, բարի կատակերգություն, հա։ Լուր! Կներեք։ Լուր! Ուղղակի տենց են, ջան, սոնք է։ Շատ հաճելի, սիրուն, ընտանեկան կատակերգություն է, հրաշալի դերասանական կազմով, իրանց, երբ որ այդ անսամբլը հավաքվում է մի կադրում, արդեն բոլորիս տրամադրությունը այնքան լավն է դառնում, որ այդ չղայնանալու առիթ փաստորեն չի։ Ես կարամ կամ Լուսինեի փոխարեն խաղամ դուբլոր որպես։ Դավայցի, շատ լավ է։ Ես լուրջ դարձավ թե կատակեն։ Լուսինե ջան, ես ձեր դուբլորն եմ լինելու։ Դուք տան աշխատակցի կերպարում եք, ոնց հասկացա։ Գիտեք Հայաստանում ինչքան կին է ուզում Խորեն Լևոնյանի սիրուհին։ Շատ լավ կերպար է։ Հա, ես իրավ դուբլոր կլինեմ։ Իսկ Խորեն Լևոնյանը ինչպիսի մարդ է ընդհանուր։ հրաշք անձնավորություն է, բարի հումորով, տաղանդավոր, լավ ընկեր։ Մեծամիտ չի։ Չէ, մեծամիտ ինքը վաստակել է իր կեցվածքը։ Դերասանների հետ հարաբերությունները ինչպես են, բոլորով եք հաց ուտում, թե Խորենը Լևոնյան առանձին։ Չէ, Խորենը իդեպ ասեմ, շատ հաճախ այնպես է լինում, որ խնջույքներ է կազմակերպում։ Իր հաշվին։ Մենք անդադար ասում ենք, տենց փողը տանք, տենց թարսանայում։ Տղամարդ էլի։ Տենց էլի։ Անկեղծ ասեմ, մի քիչ ուզվում եմ, որ ձեր հետ հարցազրույց եմ անում առաջին անգամ։ Այնպես է կարևոր, որ մենք էլ ենք ուզվում։ Լուրջ։ Այո։ Ինչի մասին է ընդհանուր մեսեջը, որն է ֆիլմին։ Դե իր ժանրին համապատասխան կարծում եմ մարդկանց հետաքրքիր կլինի տեսնել այս սիտուացիաները ոնց են մարդիկ իրենց պահում։ Կարևորը ինձ համար մեսեջը, հա, նպատակը ֆիլմի այն է, որ երկու տղային էլ ճանապարհում են բանակ։ Մեկը հարուստի տղա։ Բայց հիմա սող սփոյլ եղավ։ Բա ասեք ինչի մասին է։ Լավ, այդ բանակի վրա դու կդնենք։ Ընդհանուր ես ուղարկում եմ մարդիկ ինչ մտածեն, դու ուր։ Նաֆիգ։ Հա, չէ, տենց կստացվի։ Տոմա ջան, դուք ֆիլմում Մկրտիչ Արզումանյանի կինն եք, ով է ավելի լավ ամուսին, Մկոն թե Պոնչը։
Բայց Պոնչի հետ դեռ չեմ խաղացել այդ ամուսինն ու կին դրա։ Չեք խաղում տանը։ Չէ, վերտավորսա Պոնչի հետ էլ խաղամ, նոր կհամեմատեմ էլի, մկոնա, լավ ամուսին խաղում։ Չէ, տանը մենք չենք խաղում, Բաքում ենք խաղում, Պարահրապարակում, խաղահրապարակում։ Չէ, ինչ։ Լուիզա, ինչ եք կարծում, ինձ էլ կնկարեն աֆիշայի համար։ Ես եք ուզեի երևալ։ Գիտես, խնդրելու ձևից է։ Նկարում ենք քեզ։ Հա, փո, էդ եմ ասում, բան ջան։ Կան նկարվեմ։ Բանջան։ Չուզեցի անով դիմեմ, որովհետև ձեր անունը Սերժը մի քիչ կքաղաքականացվի ռեպորտաժը։ Ձեր ատամները վինիր են։ Կեսը, հա, կեսը չէ։ Բայց բոլորը հավասար սպիտակ են։ Կուզեի ձեր ատամներից ունենալու մոտ է կարել։ Սուրեն։ Սուրենի մոտ։ Հա, ինձ թվում է սա գիտեն իրան, շոուբիզ։ Ես շոու բիզնեսից չեմ ուղղակի։ Որտեղից ես։ Տենց այդ կողքերից էլի արվարձանները։ Կողքի գյուղերից է շոու բիզնեսի։ Ես ավելի Ռաֆայել Երանոսյանոտ եմ էլի։ Որը նկատի ունի Ռաֆայել Երանոսյանը։ Դե ոչ շոու բիզնես է, ոչը շատ հասարակ մահկանացու է էլի, միջին։ Ֆիլմի գլխավոր հերոսներն են Մկրտիչ Արզումանյան, Խորենը Լևոնյան, Լուիզան Ներսիսյան, Լուիզան Ղամբարյան, Տոման Պետրոսյան, Ալեքսանդր Արզումանյանը եւ դուք միակն եք, որ հայտնի չեք։ Ճիշտ է։ Լուիզան այս ֆիլմում ձեր զուգընկերն է, բայց բոլորս գիտեն գաղտնիք չէ, որ ձեր էկրանային կինը Նազենի Հովհաննիսյանն է եղել, դուք Այդ որ Միտոյան ասել է ձեզ, որ շատ փող են տվել ինձ, որ ես նկարում եմ, այդ փողի մեծ մասը տվել է Լուիզան, որ նկարահանվի այս կինոյում իմ կինը։ Բայց տեսեք, մենք սովոր ենք ձեզ տեսնել Նազենի հետ, ձեր զույգը արդեն Երկու-երեք անգամ եք նկարվել իրար հետ։ Անդադ ասում ես ու Նազենը, ես 2-3 անգամ։ Հա, բայց նրան դուք եք մերկացրել որպես դերասանուհի։ Պարոն Միտոյան, իսկ եղել է դերասան, որ հրավիրել եք նրան, բայց թիվ եք կրակել, ասել եք թե չէ, չենք ձգի։ Այո, ստեղ։ Ով։ Դե չեմ կարող ասել։ Նազենին։ Չէ։ Դե ինքն է մնում։ Չէ, ինչի, էլի կան։ Կան։ Հա։ Հովոն Ազոյան։ Չէ, կատակեցի։ Կատակե կամ դե պարզա Հովոն Էժանոտ կլինի, չէ։ Հա, արդեն հա, այս վերջի տարիները։ Այլ ինչ։ Այն տկլոր նկարը որ գցեց Instagram, այդ դրանից հետո թանկացել էր։ Ոնց է լավ։ Ընկերներ ենք, ընտանիք։ Արվեստագետ բառը լսեցի ջնում ես։ Արվեստագետ բառից արդեն միջին վիճակագրական ուսանող տղա է։ Հա, ուսանող տղա եմ։ Դարաշք եմ ուտում, չեմ ստիպված եմ ուտում, բայց ուտում եմ, դե հիմա ինչ անեմ։ Ուսանող տղա եմ։ Ստամոքսի խոցուն եք։ Ահա։ Արյան խումբը ձեր։ Չգիտեմ։ Լավ, երկրորդ դրական կլինեք դուք հաստատ։ Շատ հոլիվուդյան դերասաններ նկարահանման ընթացքում սիրահարվում են իրենց զուգընկերոջը, որ ֆիլմում իրենց զուգընկերն է։ Ես հիմա ուզում ես ասես, ես պետք է մեր Սուրոյին սիրահարված լինեի, հա, որ իմ զուգընկերն է այս ֆիլմում։ Տեսեք, ձեր ճաշակը ձեր ճաշակն է։ Բայց ձեր զուգընկերը կարծեմ Լիլիթն է, դուք Լիլիթին եք սիրահարվում ֆիլմում, բայց այդ եմ ասում, այսինքն դուք իրար հետ սիրային կադրեր բաներ եք ունենալու։ Գուցե սիրահարվեք նրան, որ ավելի բնական խաղալ։ Չէ, ընդհանրապես մենք ունենք տենց ինչ որ կերպար, որ մենք բռնել ենք մեր նկարահանումների ընթացքում։ Հակագծերը շատ չբացեմ, բայց ֆիլմում շատ սիրուն couple ենք մենք լինելու։ Չեք հավատում Լիլիթին։ Չխի չեմ հավանում, շատ եմ հավանում։ Օգնեմ սիրահարվեք։ Չէ, ես ինքսի ուժերով։ Դուք հավից ֆոբիա ունեիք։ Պարտադրա բոլորը իմանան։ Սուտ ասեմ, չէ։ Հա, բայց չեմ ուզում եք բոլորը իմանան։ Էմի ուզեք։ Երեխեք ինձ մի հատ այս սրանից գտակ։ Ավելի իրան մի հատ Արուսին սրանից բերեք, էլի խնդրում եմ։ Ռեժիսորը Պեչենիա ուզում։ Խորենջան մամաս ձեզ շատ է սիրում։ Ես էլ ձեր պապիկին եմ շատ սիրում։ Շնորհակալություն, ես էլ ձեր պապիկին։ Վայ, մենք երկուսս էլ տենց պապիկներով ենք։ Բա, իսկ դու ընկել ես։ Ես կումեք։ Մամաս ձեզ շատ է սիրում, գուցե նրան մի քանի լավ բան ասեք, նա կուրախանա շատ։ Ես ուզում եմ ասել, որ դուք շատ լավ աղջիկ ունեք։ Մաման Մամաս էլի, որ ինձ ունեցել է։ Չէ։ Հա, պապիկիս, դա։ Այո։ Դուք շատ լավ գեներ եք ձեր մեջ կրում, վերցել ձեր հորից, իմ շատ սիրելի դերասան Ազատ Կասպարյանից, փոխանցել եք ձեր աղջկան, որին նայում եմ, սիրում եմ, հետևում եմ եւ ուզում եմ ասել, որ առողջ եղեք, լավ եղեք
Մենք ձեզ շատ սիրում ենք։ Պապաս չխանդի հանգարց որ տենց ասեցիք։ Պապային քաջ առողջություն։ Պապաս խանդոտ է, էլի։ Ինձնից ավել խանդոտ երևի։ Ուշադիր պատրաստ։ Կոմպոզիցիան դուրս գալիս է։ Լռություն։ Մատոր։ Մատորա լռություն։ Կա։ Դուք որպես անհայտ դերասան, ով հայտնվել է հայտնիների մեջ, ում եք հավանում ամենաշատը։ Տոմային Պետրոսին։ Ինչի։ Չգիտեմ։ Բայց ինքը Պոնչի հետ է։ Վերսաչի է ձեր կոշիկը։ Հրանտն է նվիրել։ Չէ։ Մի հատ կողեմ մոտիկից էս կոշիկը նայեմ։ Խնդրեմ։ Սոնան էլ ունի Ռուբենյան։ Գնաց։ Ուշացավ, արդեն պիտի ականջի դնես, էլի, մի հատ էլ։ Վերջերս ես տեսա մեր հայրենակիցները Օսկար ստացան, ես մտածում եմ, որ դուք էլ հանգիստ կարող եք Օսկար ստանալ, ինչու ոչ, որովհետև կներեք, ոչ միայն դերասանական առումով, այլ նաև վիզուալ դուք գեղեցիկ, ցանկալի տղամարդ եք, ձեր մտքերը չափված են, խոհեմ եք, բավականին մեծ համբավ ունեցող, հասարակության կողմից սիրված, մտավորական եք նույնիսկ, ինձ համար օրինակ Հայաստանում միայն դուք եք այդպես, ու վիտամինի Տիկոն մեկ էլ։ Տիկոյի հետ նույն թատրոնում աշխատել եմ, նույն շկոլան իրան է ասում է։ Չեք ուզի դուրս գալ Հայաստանի սահմաններից որպես դերասան։ Տարբեր առաջարկներ եղել են, հիմնականում ավելի շատ ռուսական առաջարկներ են եղել, բայց ինձ դուր չի եկել նյութը, ինչի մասին պետք է լինել, ինչ ակցենտով ու ինչ գեղավարի բաներ պետք է անել, դրա համար շատ շուտվանից իրանց մոտ այնտեղ գրած է, որ ինձ պետքա չկանչեն, որտեվ ես դա չեմ անելու։ Ձեզ որպես ուզում էին հայ կանչել եւ հայ կանչել, որ շուշի շտուտի գավարիչ sense բաներ պետք է անի, ես ասել եմ, չէ, դա բացառվում է, դա մեր կողքի մուտքից կարակ բանին վերցնեք, տանեք ձեր համար դա անի։ Եթե դերասան եք ուզում եկեք նստենք, խոսենք ինչի մասին է ֆիլմը։ Ոյոպրեք դու։ Բայց ես ավելի արևմուտքի մասին եմ խոսում, գնայեք Հոլիվուդ։ Ո՞վ է ձեր ագենտը, որ չի զբաղվում դրանով։ Կուզեք ես ձեր ագենտը լինեմ։ Ագենտ 007։ Չէ, դերասանական ագենտը, ձեր մենեջերը, որ ձեզ առաջարկեմ դրսերում, էլի, ես անգլերեն եմ պարապում։ Մոսո ես քո նկարի համար առնող եմ գտել։ Միլիոն չէ, բայց 400,000 կտա։ Կոպիան երբ պատրաստ կլինի։ Ստոպ։ Ունենք շնորհակալություն։ Շնորհակալություն։ Լավ, այնտեղ տեսում սկզբից որ լարված է, ինձ թվում էր դուք sense մի քիչ ծանր մարդ եք, էլի։ Հա, բոլորը տենց են ասում, բայց չէ, շատ պուպսիկն եք։ Այսօրվա նկարահանումը ավարտվեց, շնորհակալություն բոլորին։ Բրավո! Բրավո!